Փաստեր են սրա։ Սպասեք մի բան էլ նյութել ցույց տա ու անցնենք առաջ։ Один момент։ Անջատում հանուն փրկության։ Մի րոպե։ Երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի։ Մի պահ պատկերացրեք Հայաստանը լինես։ Լսեցիք արա։ Լսեք արա։ Ցարերի իր տերերի ծրագիրը Հայաստանն առանց հայերի, բայց այս գանդոնը սխալվում է, մենք պետք է ջհուդներին վերացնենք, բոլոր այն ցեղատեսակները, այն սեկտայի անդամները, ովքեր դուրս են եկել մեր ազգի, մեր երկրի, մեր պետության դեմ, պետք է ոչնչանա, մեր Արմենիայի դեմ ու մեր արմենական ազգի դեմ պետք է արմատապես ոչնչացնենք, ես եմ ոչնչացնելու, քունեմ սրանց ագարկաբերանը։ Մի րոպե։ Մռոպե։ Один момент. В 1991 году никакого решения о том, что Россия является государством-продолжателем Советского Союза, не принималось, а просто вошел представитель, и перед ним табличку с надписью СССР поменяли на табличку Российской Федерации. В уставе ООН, где перечисляются постоянные члены, по-прежнему написано «Союз Советских Социалистических Республик». Լսեցիք բառանահոտեր։ Լսեցիք բառանահոտեր։ Նույնպես մինչև հիմա ամրագրված է մակում։ Որ մեկը տա գնացեք արդացը։ Ես մտնում էին մակի գրասենյակ ներկայացին պահանջում ասում է Արիստելը, come here, փախնում է։ Կամա, փախնում էր, ինչի էր փախնում։ Փախնում էր, որովհետև լեզուն կկոխեի ոռը, ու ինքը կփախներ, են կողքը ազգային անվտանգության տղեկը կայնած էին, բերանները պահում էին, որ ծիծաղները չերևը, որովհետև ոռները փեդ էի կողում։ Բառանահոտ տեր կանգնեք ձեր սրբություններին։ Սաղի մերը քքուն եմ, արա։ Մի րոպե։ Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները կոչել պատմական տարածքներ, այդպես է թե չէ ասում են, ազատագրված տարածքներ, սրբազան տարածքներ եւ այլն եւ այլն։ Այսպիսի կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի։ Սրանք պատրանքներ են։ Եվ մեր իշխանությունները երբեք չեն օգտագործել ոչ իմ ժամանակ, ոչ Քոչարյանի ժամանակ, ոչ Սարգսյանի ժամանակ այս տերմինները երբեք չեն օգտագործել միջազգային ատյաններում։ Եթե օգտագործեին, ընդհանրապես մեզ դիրգոյ երկիր կհայտարարեին։ Ձեր ժամանակ են բան նախագծել նախագահության տարիներին։ Ինչ։ Ազատագրվեցին տարածքները։ Մենք կարող ենք կոչել ազատագրվեցին։ Այո։ Բայց միջազգային հանրություն դա կոչում է օկուպացիա, ուրիշ ոչինչ։ Հիմա դուք օկուպացել եք։ Միջազգային հանրության տեսակետից այո։ Здравствуйте. Вы себя чувствуете оккупантом? Нет. Дело в том, что мы неоднократно заявляли и продолжаем заявлять, что смысл контроля над этими территориями чисто военный. И с прекращением войны, с приостановлением враждебных действий эти территории будут возвращены. Հիմա լսում եք արա։ Լսում եք բառանահոտներ։ С прекращением огня эти территории должны возвращаться. Должны возвращить. Это раскрыть պետք է վերադարձվի։ Հարցը առաջանում։ Բերանները շները քուն են գյոթեր։
Չեք լսում, մի հատ էլ դենեմ լսեք։ Մի հատ էլ դենեմ լսեք, ես իրեք գյոթերն էլ, նաև ես 4-րդ գանդոնը, նույնն է ասեմ։ Հիմի, գնացեք սրանց կլիրները ծծեք, դրանց ворները լպստեք, ձեր թուրքի քունված, ձեր ջհուդական սերնդերի բեռնումը լցնեմ ես։ Մի րոպե։ Նորից եմ դնում լսեք։ Վերահսկողության տակ գտնող տարածքների կոչել պատմական տարածքներ, այդպես է թե չէ, ասում են, ազատագրված տարածքներ, սրբազան տարածքներ եւ այլն եւ այլն։ Այսպիսի կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան, ու չեն լինի։ Սրանք պատրանքներ են։ Եվ մեր իշխանությունը երբեք չեն օգտագործել ոչ իմ ժամանակ, ոչ Քոչարյանի ժամանակ, ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Այս տերմինները երբեք չեն օգտագործել միջազգային պատյաններում։ Եթե օգտագործեին, ընդհանրապես մեզ դիրգոյ երկիր կհայտարարեին։ Ձեր ժամանակ են բան նախագծել նախագահության տարիներին։ Ինչ։ Ազատագրվեցին տարածքները։ Մենք կարող ենք կոչել ազատագրվեցին։ Այո։ Բայց միջազգային հանրություն դա կոչում է օկուպացիա, ուրիշ ոչինչ։ Հիմա հարց մի րոպե լը։ Հիմի, օկուպացված, հա? Բայց ես խիչ եմ բռնում որպես օկուպանտների, հա? Բահագայի դադարանը խիծ ես չի դատում որպես օկուպանտների, ձեր համակարգերով հանդերձ, հա? Ձեր 4 գանդոններին, ինչի չի դատում, հա? Սեք հասարակ պարս հարցեր են տալիս։ Բա բերանները շները քուն են, ձեր ընտանիքներին շները ծծսնեն, բոզի տղա, բայց ես խիչ են դատում, օկուպանտներ եք, բա խիչ են դատում դες, հա? Տեսեք, կոնկրետ հարցեր են արա, որը պետք է պատասխանը դուք տեսնեք, լսեք, խիչ են դրանց դատում, ասում օկուպանտ են, մի րոպե, դնենք մինչև վերջ լսեք դուք։ Միջազգային հանրության տեսակետից այո։ Здравствуйте. Вы себя чувствуете оккупантом? Нет. Дело в том, что мы неоднократно заявляли и продолжаем заявлять, что смысл контроля над этими территориями чисто военный. И с прекращением войны, с приостановлением враждебных действий эти территории будут возвращены. Роберт Сидорак, это похоже на сказку про белого бычка. Ну, вы же прекрасно... Ну, Роберт Сидорак. Мы вели очень конструктивные и динамичные переговоры. Никто не может обвинить нас в том, что мы придерживались идей о непяде земли или намеренно затягивали переговорный процесс. Вы ни при каких обстоятельствах не могли услышать от меня слова о том, что мы никогда не вернем эти земли. В 2000-х я даже с трибуны парламента заявил, что Агдам не моя родина. Я не думал ни о своем рейтинге, ни о том, чтобы остаться в истории. Я думал о решении проблем. А я искренне говорю, всем говорил, а теперь скажу вам, что я остался премьер-министром, пойдя навстречу призывам своих коллег, только и только ради того, чтобы довести переговорный процесс до момента, когда решение вопроса не будет зависеть от замены главного переговорщика. Понимаете? Но, к сожалению, мне это не удалось. բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում Արցախը Հայաստան է եւ վերջ Եթե պայմանը այն է, որ Ադրբեջանը պիտի ճանաչի Մի րոպե լը Հիմի դուք հասկանում եք, այս գանդոնն էլ լսեցիք, չէ՞, էսա դրաններ կլսեն, փաշողլու այս գանդոն, այս ծծող գյոթը, որ ասում է Արցախը Ղարաբաղը, Ադրբեջանը եւ վերջ։ Որ այս 4 գանդոններն են,
գործակալներ են, թրքաջու, դրանց հերերը, դրանց մերերը բոլորն էլ թուրքի քունված ագարտիկ են։ Սրանք բոլորը ջհուդներ են։ Սրանք բոլորը ագարտիկ են, սրանք բոլորը պետական դավաճաններ են, սրանք բոլորը միջազգային հանցագործներ են։ Սրանք բոլորին պետք է քոքից կտրել, բայց դրա համար ձեր աջակցությունն է նայած պետք։ Բայց դուք գաք չգաք, սրանց բոլորին իրենց արժանի պատիժը տալու են։ Բայց դուք այսօր ոռները թաքցրել եք գլխներիդ, որովհետև մեկը մոտիկ չեն գալի, ես մտցրել եմ հարցերը։ Արեք դեր կանգնեք։ 91 թվականից արեք դեր կանգնեք։ Դեր կանգնեք, դուք էլ ձեր ոսկե գիրը գրեք, ձեր պահանջատիրությունը ներկայացրեք վաղը մյուս օր, որ նաև դուք էլ պահանջատեր լինեք։ Ով չեկավ, մեջտեղ չեկավ, ինքը պահանջատեր չի, ինքը թուրքի քունված բազմակի օգտագործված գանդոն է պրոստը լինելու։ Ու որովհետև մեկը չի էլ կարող էլ ասել, բա գիտես չկա Սիմոնյան ջան, բա մենք ասում էինք կողքդ կանգնած ենք։ Լսում եք այդ պիդրներ։ Այդ կապիկությունն էլ չի անցնի։ Ովքեր իմ կողքն են իրականում։ Այ իրանք ուրույն տեղը կունենան։ Բայց ովքեր կապիկություն են անում, չհավատակ։ Դրա համար եմ ասում, քանի ուշ չի, այն համակարգ կոչվածների մեջ էլ այդ գործակալական ցանցերի ուղեղները ոռներից հանեք, մցրեք ձեր գլխա տեսակի մեջ եւ արեք ձեր ավանդույթին, մշակույթին, լեզվին, հոգեվորին, ձեր բնորանին տեր կանգնեք, որ վաղը մյուս օր ոռները 4 տոնածառ չկոխենք հրապարակավ սատկացնենք, որպես գանդոնների։ Ես եմ ազգային ազատագրական պայքարի թե գաղափարա կրողը, եւ թե գաղափարը ներկայացնողը, եւ թե դրա գործառույթները իրականացրածը, որը տասնամյակներ պայքարել այս գանդոնների դեմ, եւ ձեռք է բերել փաստեր, որի հիման վրա կոնկրետ ծրագրերով, գաղափարներով ներկայացվում է ձեզ, որոնք ամրագրված են փաստաթղթերի վրա, ոչ թե տեսակետների վրա։ Դրա համար որովհետև գանդոն, որ խուսափում, ասում է ինչ պետք է անեք, նրանք բոլորը խուսափում են իրականությունը ներկայացնելուց, որովհետև որևիցե մեկը գործողություն չի կատարել։ Խոսքերն են գնում են միայն վերացական ներկայացումների վրա, որովհետև կոնկրետիկա չկա, բոլորը վերացական արտահայտություններ են։ Բացի դա, որևիցե մեկն էլ գործողություն քայլ չի կատարել այդ ուղղությամբ ազգային պետականամետ։ Միացեք, որ այս գանդոններին բոլորին հրապարակավ սատկացնենք։ Այս բոլորը, այս 4 գանդոններն էլ իրենց համակարգերով։ Բոլորը պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ, ազգին գենոցիդի ենթարկողներ։ Ավելի աշխարհի, նաև էդ էլ ասեմ ձեզ, այդ մուսուլմանական երգիր, մուսուլմանական պատկանելություն եւ այլն, դրանց էլ են վերացնում։ Պրոստը դրանց վրա ուղեղ չկա։ Նույն օղչարահոտն էլ դրանք են։ Տանում զոհաբերում են, կռվածնում են, ցեղասպանում են, իրանք էլ ձեր հաշվին հարստանում են։ Նույնը այս գանդոններն են անում։ Ժամանակն է, խելքի գա, միանալ ազգային ազատագրական պայքարին, Արմենիայի վերածնունդը իրականացնենք, ստեղծենք ազգային կառավարություն, համակարգեր, աշխարհը մերն է, մենք ենք տվել աշխարհին քաղաքակրթություն, հռոմ մռոմ չի եղել, ինչ հռոմ, ինչ Ֆրանսիա, ինչ Գերմանիա, ինչ Ամերիկա, աշխարհի քաղաքակրթությունը մեր ազգն է տվել, մեր արորդիներն են տվել, այսքանը, միացեք